Առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը մոտենում է 2 միլիոնի։ Կառավարության տվյալներով հունվարի 1-ից ռեզիդենտների թվի ավելացման, 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների ընդգրկման եւ անհատ ձեռնարկատերերի ակտիվ միանալու հաշվին առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը աճել է եւ հասել շուրջ 1,700,000-ի։ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նաեւ քաղաքացիայի իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսու վարորդները եւ գրանցված բոլոր աշխատողները, անկախ աշխատավարձի չափից։ Իսկ 2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդգրկել ամբողջ բնակչությանը՝ շուրջ 3 միլիոն մարդու, ինչի արդյունքում պետպատվերի ծրագիրը որպես բյուջետային մեխանիզմ հիմնականում կդադարեցվի։ 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Մատուցված ծառայությունների թիվը 8,399,491 է։ Բժիշկների վարձատրության նոր մեթոդաբանությունը, որը կապվում է պացիենտների թվի հետ, լուրջ հարցեր է առաջացրել։ Կան ոլորտներ, որտեղ սպეციფիկայից ելնելով օրվա ընթացքում այցելուների թիվը քիչ է, իսկ այլ բաժիններում, ինչպես ասում են, բժիշկները քիչ սրբելու ժամանակ չունեն։ Սրանից հետևություն, որ բժիշկների մի մասը նախկինի համեմատ վճարվում են ավելի շատ, մյուսները հակառակը։ Իրականում սա առաջնային բուժօգնության համակարգի աշխատանքի մեխանիզմի փոփոխման հետևանք է։ Մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Ամբողջ ծանրությունը վերցվել է նեղ մասնագետներից եւ դիսպանսեր հսկողության կաբինետներից վերցվել տրվել է առողջության առաջնային պահպանման բժշկին, այսինքն թերապևտին, ընտանեկան բժշկին, մեկ էլ մանկաբույժին, որի արդյունքում նրանց per capita գումարը ավելացել է եւ այս նեղ մասնագետները մնացել են միայն խորհրդատվությունից եկող գումարների բույսին աշխատավարձ ստանալուն։ Զբաղված ու չզբաղված բժիշկների խնդիրն էլ հանգեցնում է մեկ այլ իրավիճակի, որը ապահովագրական համակարգից դուրս նախկինում չկար։ Խոսքը սպասումների ու հելթերի մասին է, երբ պացիենտը չունի կյանքի հետ կապված հարց, այսինքն երբ առողջական խնդիրը մահացու չէ, ըստ այդմ հոսպիտալացման կարիք չկա, բայց օրգանիզմում առկա խնդիրները ազդում են նրա կյանքի որակի վրա։ Այո, մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված են, եւ այո, նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինել սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Երթերի հարցը քանի գնա ավելի ծրանալու է, ինչու որտեղ լինելու է ֆինանսական խնդիր։ Լինելու է ֆինանսական խնդիր, քանի որ արդեն 6 ամսվա համար 8 միլիարդ եւս հավելյալ գումար ներդրվել է ապահովագրական գործունեությունը ապահովելու համար, այսինքն ստեղ էլ ակտուարական այդ հաշվարկներն տեսնում եք, այնպես չի համապատասխանել այս պահին իրականացվող ծավալին։ Մեկ մարդու սպասարկման համար ներկայում սահմանված է տարեկան 129,000 դրամ վճար։ Հենց այդքան է քաղաքացին պետության հետ համատեղ վճարում հիմնադրամին, բայց գալիք տարիներին այս վճարն ամենայն հավանականությամբ կփոխվի, նշում են մասնագետները։ Ապահովագրականը բուժ հաստատություններին ծառայությունների համար որոշ դեպքերում ինքնարժեքին մոտ գումարներ է փոխհատուցում, եւ սա երկար տևել չի կարող։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։